Բարի լույս սիրելի հետևորդներ ջան, խոհանոց վազեցի կոֆե դնեմ, այս անգամ արդեն 2 բաժակ եմ դնում իմ և Աշոտի համար, Աշոտն էլ է այս ժամին արթնանում, ինքն էլ գնում է աշխատանքի, բայց ես գալիս եմ, ինքը մի քիչ ուշ է գալիս, արդեն հարմարվել է իր գործի հետ, աշխատում է, թող աշխատի, կամաց, քանի որ ձմեռ է, հողամասի տենց գործ, բան չկար, որոշեց, որ աշխատի համել վայքում, հենց մեր քաղաքում լավ է գործը, բա ես էլ մոռացել էի, որ այս ջազվեն ձայն չի հանում, մեկ է տեսար, հոպ, լավ, ոչինչ, հեսա, կմաքրեմ, որ չչորանա։ Դրա համար մի քիչ ավել եմ լցնում թափվելու տեղը։ Եվ տանեմ մեր կոֆեն վայելենք, ձեզ էլ ասում եմ լավ աշխատանքային օր, բարի խաղաղ, ձեր գործերով եղեք, հաջողություն ձեր գործերին, մի խոսքով ամենայն լավն ու բարին ձեզ։ Արի Աշոտ ջան։ Խմենք ու ամեն մեկս իր գործին գնա։ Բանա, մոռացել եմ սպասեք սիրելի հետևորդներ։ Այստեղ ես իմ ուտելիքները վերցնեմ, ունեմ աչքի առաջ, որ տանեմ, ահա, սա թթու է, սա կարմիր պղպեղ է, և սա էլ երեկվային կարտոֆիլից է, սա դնեմ աչքի առաջ, որ գամ տեսնեմ չմոռանամ, հակին ու կրկին ողջույններ, աշխատանքից վերադարձել եմ, տան գործերս արել եմ համարյա, գնացի խանութ, մի 2 գնումներ, սովորական առօրյա գնումներ, անհրաժեշտ գնումներ էլի իհարկե, մատնաքաշ Աշոտի համար, տանը դե լավաշ ունեմ, վերցրել էի Եղեգնաձորից, այստեղ գազար, ձու, սպասի ձավար, քիչ եմ վերցնում, որ չմնա տանը փչանա, սա ընդամենը 277 դրամի է, կիլոգրամներ 450 դրամ, սա այսպես, նրբերշիկ, այստեղ անձեռոցիկ, միշտ սրանցից եմ վերցնում, շատ հարմար է, այստեղ ինչ կա, հեղուկ ամանի, այս սադ եմ վերցնում, քանի որ եմ պարսկականներից չեմ գտնում որակով, հարմար են այս սադն է էլի, դրա հեղուկն եմ վերցնում, այստեղ ինչ է, մածուն, գնդեվազի թթվասերը, տարաները շատ հարմար են, ես էլ մասուրի ջեմ եմ պատրաստում, լցնում այս տարաների մեջ, շատ հարմար է այսպես, այստեղ վերմիշել եմ վերցրել, ինչ տեսնում եք, քիչ եմ վերցնում, Աստծուն փառք, խանութը հեռու չի, ինչ անհրաժեշտ է, թարմը վերցնում ենք, կարիք չկա կիլոգրամներով գնել, բերել լցնել դարակներում, համ ժամկետը անցնի, համ համը փոխի, ամեն ինչը քիչ վերցնում ենք, բուսայուղ, 3 կարկանդակներ պատրաստեցի, կվերջանար բուսայուղը, սա մազի սև ռեզիններ են, հարմար են, երբ որ մազերը հյուսում ես, կապում ես, այստեղ թոմնա, դադամ և այստեղ, սիրելի հետևորդներ, այստեղ հնդկական բրինձ եմ առել,
շատ լավն է հատիկավոր, մեծ ու չի լղկվում, անցածը ուրիշ տենց փաթեթավորում ուներ, բայց սա էլ է հնդկական։ Սա վերցրեցի այստեղ, ոյ, այսօր առանձին, տենց առանձնահատուկ, այն ոնց են ասում, հատուկ գնացել էի այս լեսկոյի ջամբո սուրճը գնելու համար։ Սև, ինքան էլ հավեսին հոտը եկավ, շատ լավն է, այստեղ Լիլիթի համար տետր, այսա կգա կվերցնի, այստեղ խնձոր է և սա էլ կտրոնը պարտադիր եմ վերցնում, պարտադիր, հիմա ես նստելու եմ կարդամ, տեսնեմ այդ ապրանքները մեր տուն մտել են թե ոչ, նայեմ ստուգեմ ու նոր անցնեմ առաջ։ Ստուգեցի ամեն ինչ նորմալ էր, բարեհաջող էր և կտրոնն էլ պահում եմ ամսվա վերջ նոր վերացնում։ Սա էլ իմ այսօրվա գնումները, այն անհրաժեշտ գնումները, որ հեղուկը վերջացել էր, կոֆե չուներ, Լիլիթին տետր էր անհրաժեշտ, մի խոսքով ձու չկար և ես հիմա ինչ եմ պատրաստելու, բրնձով, այս հնդկական բրնձով, գազարով և հավի կրծքամիսն էլ արդեն եփվում է, տենց մի հատ հավեսին բրնձով, տենց փլավ, այստեղ հավի կրծքամիսը եփվում է, այս կողմի վրա ես ինչ եմ հանել սառցախցիկից, սա ինչ է, ով կարող է ասել, շեփ է, շեփը դա ավելուկի տեսակ է, որ ավելի կարճլիկ են քաղում ու մի քիչ էլ թթվայնություն ունի, չորացնում, հուսում տապակում են, բայց ես կանաչ հավաքել եմ մանդակի սեզոնին, կարճլիկ, քրթլիկ, բերել դրել եմ սառցախցիկը։ Սա պետք չի, որ հետ գա, հեսա ջուր եռացնեմ, գցեմ մեջը կեփվի, իսկ սա արդեն սիրելի հետևորդներ, այն որ համեմունքներով արդեն համեմված խոզի միս է, ամեն ինչը տեղը տեղին արված, թող հետ գա, երևի ուշ երեկոյան կարելի է ջեռոցում կարտոֆիլի հետ տենց պատրաստել, տեսնեմ երեխաներս ոնց, ով ինչ կցանկանա, ասի փրփուրը վերցնեմ, շուտով Աշոտն է գործից կգա, ասեմ, որ այսօր Մերին էլ է տանը, աշխատանքից հերթապահությունից դուրս է եկել ու վայք է եկել, թող մի քիչ պարկի հանգստանա, հետո կմիանա մեզ, այսպես, հիմա այս ամենը պետք է ես տեղավորեմ, որը սառնարան է, սառնարան դնենք, դասավորենք, դե պարզը, սրանք այսպես, իսա սրանք պետք է օգտագործեմ, թող մնա, ձուն սառնարան, կարելի է սպաս սարքել, սա մի անգամից բացում եմ ու դնում եմ, այս վրայի, որ էլ երեխաները նեղություն չքաշեն, սա այսպես սրանք աղբը, թող,
Այսօր սենց այստեղ ես մի հետաքրքիր գործ եմ ուզում անել, սրանք դե գիտեք իմ պատրաստած մասուրի ջեմերն են, համեղ, շատ տենց լավ ստացված, դրանք ես տեղ պետք է ուղարկեմ ու ուզում եմ գեղեցիկ փաթեթավորեմ, թղթով կապեմ ու հիմա չգիտեմ այսպես ոնց անեմ, որ հարմար լինի, 1, 2, տենց ինչ-որ բան ուզում եմ չափ ընտրել հանկարծ մեծ միգուցե մեծ արեցի, ծուռ արեցի, բայց դե տեսնում եք, չէ, ես հմուտ չեմ։ Բայց դե ոնց են ասում, կկարողանամ, անհնարին ոչինչ չկա։ Այսպես մի քիչ մեծ արեցի, մեծ էլ չի, սիրում և այս ինչի թել ենք ասում, շաքարի թել, սրանով էլ այսպես գեղեցիկ կկապեմ, համի գաղտնիք, նազիկ, չէ, լավ եղավ, ինձ թվում է շատ լավ եղավ, մկրատը ուր դրեցի, այն որ ուզում եմ ամեն ինչը ակուրատնի լինի, այն որ ուղարկում եմ ակուրատնի, սիրուն լինի, ինձ թվում է ստացվեց, սիրելի հետևորդներ, լավ վատ, բայց դե ստացվեց, կարող եմ փոքր կապել, թուղթը փոքր անել, բայց այսպես էլ շատ լավ է, փորձեմ մեկը մի փոքր անել, փաթեթավորում էլ արեցի, այն մեկը շատ մեծ էր, բայց դե ոչինչ, այս չափը ավելի լավ է, գեղեցիկ էլ կապում եմ, սիրուն եղավ, այսպես, հաջորդը, ահա,
ոնց են ասում, կարողացա։ Սել այսպես, սիրունամ։ Կտրեցի։ Չորսը բանկա կապեցի, սիրուն կապեցի, և ես տեղ հետաքրքիր բան ունեմ, Спасибо за ваш заказ, չգիտեմ մի քիչ մեծ է, բայց դե կդնեմ, ամենայն դեպս տոպրակի մեջ, սիրելի հետևորդներ, ահա այսպես կապեցի ու որոշեցի, որ մի փոքր էլ տենց նկարչական աշխատանքներ տանեմ, վերցրել եմ Լիլիթի ֆլոմաստերները, գույները ընտրել եմ, որոշել եմ իմ էջի անունը գրել, գույնը ընտրեցի կանաչը միշտ էլ ոնց են ասում կանաչ ճանապարհ, կանաչ գույնը հետաքրքիր կլինի ու ես հիմա գրում եմ, ստեղծագործում եմ, մի քիչ կարող է սիրուն չլինել, բայց դե ձեռագիր աշխատանք, այնպես որ նազելի, հարմար չի է, նազ, ասեք, որ լավ եղավ, նազելի նազ, քանի որ սա մասուրի ջեմ է, ուզում եմ մի փոքր, մի ճուղել մասուր այստեղ նկարել, տեսնեք, լավ, վատ, կստացվի, չի ստացվի, ինձ թվում է կստացվի, ուղղակի դիրքը հարմար չի, որ ձեզ նկարեմ ցուցադրելու համար, ինձ պետք է հարմար լինի։ Մասուրի տեսք եմ տալիս, այսպես ներկում, գույնը ճիշտ եմ ընտրել, որովհետև մասուրները այսպես հիմա մուգ են, մեկ մասուր այստեղ բերեմ, որ տեսնեք, սիրում եմ տենց ստեղծագործական բաներ, պարտադիր չի տենց ստանդարտ լինեն, սա մասուրը, բա ճուղը և մի հատ էլ էլի ձայները խանգարում են, և այս մասուրի հատվածում սև փշիկներ կան, որ ավելի կնմանեցնի, մի քիչ մոտեցնեմ, որ դուք տեսնեք, սև իրա փշերն են մասուրի և ուզում եմ գեղեցիկ տենց մի երկու տերև էլ անել, Ինձ թվում է գերազանց աշխատանք է։
Ինչու մեջը բաց թողեցի, ուզում եմ ինչ-որ մի գույնով լրացնել դեղին, դեղնականաչ գույներ իհարկե այստեղ փորձեմ կամ գազարագույն չգիտեմ այսպես մի քիչ եթե դուրս չեկավ կարող եմ փակել փակեցինք լավ է, վատ է, ահա, և ասեք ոնց է աշխատանքս, ինձ թվում է շատ հարմար է, նկարչական տաղանդ, մասրենի, մասուր, այստեղ կարելի է գրել մասուր, չէ, նկարից արդեն պարզ երևում է, սա մեկը, կարող եմ ուրիշ գույնով էլ գրել, այստեղ մի քիչ էլ պետք է գեղեցիկ չէ լինի կարող եմ ուրիշ գույնով էլ գրել բայց կանաչը ավելի լավ է Սիրելի հետևորդներ, սա էլ իմ ձեռքի ստեղծագործական աշխատանքը, լավ, վատ, չգիտեմ, նկարեցի, արեցի և սա էլ այսպես, ահա, սա կդնեմ մեջը ու կուղարկեմ, եմ ավելացնելու, սա էլի տոպրակներ են, տեսեք թղթե տոպրակներ են, իրա թափանցիկ ցելոֆաններով, արդեն ես այստեղ լցրել եմ իմ պատրաստած չամիչն է, գիտեք, որ պատրաստել եմ, մաքուր, տեղը տեղին, ոչ մի տենց ավելորդություն չկա, ահա լցրել եմ, նայեք, չամիչ, ընտիր չամիչ, փայլուն, առանց շաքարավազի, այսպես երկարուկ, սիրուն, ես փաթեթավորում եմ, դնում եմ այս թղթե տոպրակի մեջ, շատ սիրուն է, այսպես ստացվում, մի փոքրիկ այսպես պտտացնում, կապելու եմ մեշոկի պարկի պես։ Հիմա կասեք նաս դիզայներ էլ աշխատի, հա, կարելի է, ինչու չէ։ Ահա, որ գեղեցիկ էլ կապում եմ։ Եվ վերջ։ Սարքամ այս, սա ոնց անենք կպցնենք այստեղ լիլիտ։ Սոթից չնա։ Սկոչ կա, բեր սկոչ ենք։ Պրազրաչնի սկոչ։ Եմ մասուրի լավաշ է, քանի որ իմ թղթե տոպրակը տենց փոքր եղավ։ Օ, ինչ լավ պրազրաչնի սկոչ ունի լիլիթը, մկրատնուր է։ Լազերի, նտենա ոնց նկարեցիր, ոնց, սիրուն է մասուրը։ Հա, սիրուն եմ նկար է,
Մամատ լավ նկարչական է, արեսկոմ սովորել Բոմբ է։ բոմբ, Գեղեցկություն է։ Բոմբ է։ ես սկոճով այսպես կփակցնեմ, Լիլիթի պրազրաչնի սկոճով, չէ Լիլիթ, որ փոքր լիներ, կարելի էր այսպես կախել այդ թելից, Այստեղ ինչ աստրես։ որտեղ, որտեղ, լավաշ, մասուրի լավաշ, Ես ինչ եմ մտածում։ հա, ինչ ես, Չնկա։ կգա ձուննի, Ձմեր գնդի, ձմեր մազալքին։ կգա մի մտածի, ամեն ինչ իրա ժամանակին, ահա, սա էլ այսպես, Դեկտեմբեր եք, ուզում եմ հենց առավ դեկտեմբերի մեկին ձունը չռա։ սա էլ կպցնենք, ուտելիքները մնացին, չէ Լիլիթ, և ահա, սիրելի հետևորդներ, սա էլ իմ պատրաստած, ոնց են ասում, բերք ու բարիքը, իմ պատրաստածներն են, այսպես, չգիտեմ, լավ, վատ, ես սարքեցի, ահա, են որ տեղ եմ ուղարկում, ուզում եմ իմ սրտով լինի, նաև, որ ուղարկում եմ ինքն էլ հավանի, քանի որ սրանք արդեն գիտեք իմ ձեռքի աշխատանքներն են, մի հատ էլ գեղեցիկ տենց էլի թղթե տոպրակի մեջ կարող է պատռվել, բանկաները ծանր են, չգիտեմ, տեղ էլ այսպես կդասավորեմ ու կճանապարհեմ, ասեք, որ լավն են, ահա այս մասուրներից եմ ես պատրաստել ջեմը, մասրամածունը, բնությունը նորից եմ ասում, նորից եմ կրկնում, մեր բնությունը հրաշք է, հրաշագործ է, միայն թե մնում է, որ հասկանանք բնության լեզուն, օգտվենք բնության բերք ու բարիքներից, օրգանիկ, են որ ոչ մի քիմիա, ոչ մի, ինչ են ասում սիլիտրա, ոչ մի բան, մասուրը դա բնական թուփ է մասրենին, որ ջրվել է Աստծո շնորհիվ, անձրևաջրերով և տեսեք ինչ հրաշք մասուրներ են, սա այն օրվա այն հավաքած մասուրներն են, որ հավաքեցի, դրել եմ տունը արդեն ինքը հասել է և երկորից հաստատ պատրաստ կլինի, նայեք, ոնց է հասել, որ դրա համար պինդե չեն հավաքել, բայց վաղը սա արդեն մաքրելու կլինի ու ես այն մյուս մասուրի հետ, որը մաքրել պահել եմ սառնարանում, որ չչորանա, դուրսը մնա, արդեն ինքը կչորանա, սա էլ վաղը ամբողջությամբ կհասնի, կմաքրեմ ու մասրաջեմը, մասրամածունը, մասուրի ջեմը կպատրաստեմ, ահա, և էլի եմ ասում, շնորհակալություն պատվերի համար, այսպես, սա կարևոր գործ էր, վերջացրեցի, որ խիղճս հանգստացավ ու անցնում եմ իմ գործին, ուտելիք եմ պատրաստում, երկու տեսակ ուտելիք եմ պատրաստում, այս ջրի մեջ, այստեղ ես լցնելու եմ շեփը, որ ամբողջությամբ այստեղ մի սահան էլ դրել եմ հավի կրծքամիսը, որ կտրատեմ, ամբողջությամբ խառը գործերի մեջ եմ, սա էլ շեփն է, տեսեք, ոնց որ թե սպանախ լինի, բայց սպանախ չի, շեփն է, կոնոչ, ինչ լավ գույնը, ես Լիլիթի ֆլոմաստերն էլ ձեռքից գրվեց ու մնաց, տեսեք ինչ լավ կանաչ, գույնը պահպանվել է,
այնքան համով է շեփը, մանավանդ թթվասերով, մածունով, ինչու՞ չէ մի փոքր էլ սխտորով։ Այստեղ սիրուն իջացնեմ ջրի մեջ, հեսա կբացվի, թող բացվի, որ չպոկրտվի իրարից, ահա, նայեք, ոնց որ թե են, որ բերում թարմը խաշում ես, այդ գույնն, ահա, ոյ ինչը պիտա, սա մկրատով, ահա, և կտրվեց, ես վստահ եմ, որ սա շատ մաքուր բրինձ է, ահա, այսքան մշոտ է, Ընդհանրապես այս հնդկական բրինձները շատ մաքուր են, ինքը հետաքրքիր երանգ ունի, ես հասցողումներով շեփ է, համեցեք շեփ ուտելու, այստեղ բրինձն լվացի լցրի, թող եռա, միած սենց խառնում եմ, որ չկպնի իրար, ահա, եռա, բերանը չեմ փակում, որովհետև ջուրը բարձրանում ու թափվում է, կարևորը առանձնացավ բրինձը, կպած չի, կրծքամիսը կտրատեմ, թելերի, տենց կտորներ, ինչքան է շոտո, բացվեց ու գարնան բույրն էլ տարածվեց խոհանոցով մեկ, ես մանդակի գնացինք, երևի կհիշեք այդ վլոգը, Ամալիայի հետ էի, հենց են սարի դոշի, հենց են մանդակի սարի տակից, ներքևի հատվածում կար լխտիկ հավեսին, լխտիկ սիրուն տենց մատղաշ շեփեր, ասեմ, որ սրանը ժամանակ ունի, հենց իսկական ժամանակին հավաքեցի, դախացած չի, ու ասեմ, որ շեփը ջրոտ տենց մասերում է աճում, որտեղ ջուր կա, այնտեղ էլ շեփ կա, գազար լվացի ու մաքրեմ, ամել զուգահեռ նայեմ, տեսնեմ ինչ է կատարվում, Ոչ չեն եռում, քրթքրթալ են, շեփի ձենը աշխարհ ա վերցել, սրան պետք է աղ լցնեմ, բրինձին էլ աղ չեմ լցրել, երկուսին էլ աղ, սա բրինձն էլ արդեն կլինի, լավ է, երկուսը միաժամանակ կլինեն,
Սա անջատում եմ, տանեմ քամեմ, բրինձը դեռ եփվում է, այստեղ ես յուղ լցրեցի, որ բանջարը տապակեմ, շեփը տապակեմ, թող հալվի, դաղվի, ահա, սա եկավ իր տեղը, յուղը հալվեց, գազարն եմ լցնում և կտրատեցի գազարը, չեմ քերիչով անցկացրել, այսպես ավելի լավ կլինի, հեսի սենց, տապակվի, միածու, մի հաձում բավական է, երկրու հակեցի և այստեղ թող գազարը լավ տապակվի, ահա, սա տապակվեց, ինքան համեղա շեփը, ահա, սա անջատեցի, տեսեք ինչ լավ եղավ, ընտիր, փակեմ, անցնեմ մյուսին, տենամ այստեղ ինչ է կատարվում, տապակվում է, թող տապակվի, և ավելացնում եմ հավի կրծքամիսը, թող իրար հետ էլի տապակվեն, Եվ գիտեք ինչ եմ ավելացնում սխտոր, բայց երևի մի փոքր մասը, այս շատ չեմ ավելացնում, կեսն էլ կպահեմ սառնարանը, էլի աղ, ես ավելացնում եմ բրինձը, ասեմ, որ այն մի հնդկական բրինձը, այն մի տուփովը չկար էլ իհարկե խանութում, ավելի համեղ էր, քան էս, ինձ այդպես թվաց, լավ խառնեցինք, տարածվեց, տեղը տեղին, մի փոքր կամացանեմ, ու ինչ եմ ավելացնելու, այստեղ ես ավելացնելու եմ մի փոքր սև պղպեղ, սա էլ անջատեցի, կափարիչը, ուրան փակենք, որ գոլորշիով տենց մնա, ավելի հատիկ լինի,
Են որ այստեղ էլ արագ կտրում եմ մառոլը եւ ինչ կա չկա, էսա սառնարանում հանում եմ։ Էլ կաղամբ, էլ լոլիկ, էլ պղպեղ, կանաչիներ ու մի հատ համեղ աղցան։ Ահա, կտրեցի լոլիկ, պղպեղ, հիմա էլ կաղամբը։ Էլ ինչ տախտակ, էլ ինչ բան, այնքան արագ է լինում։ Կտրիլից ընդ է, խառնի դիրընդ է։ Լիլիթ, արի խամյակին կաղամբ տար։ Անտար թող կաղամբը ուտի խամյակը։ Յուղ։ Սև պղպեղ։ Ու խառնում եմ։ Ահա, տեսեք, ես էլ արագ պատրաստեցի այս աղցանը, ասեմ, որ շատ համեղ է ստացվել։ Շատ համեղ եւ առողջարար։ Արդեն շատ պահանջարկ է լինելու եւ սրանք տեղ եմ ուղարկում ու սթորի էի արել եւ ինձ գրեցին բարեբախտաբար ես մի հատ էլ ունեի մասուրի ջեմ պատրաստած, հեսա մի հատ էլ ունեի ու հիմա ես Լիլիթն էլ առաքիչն եմ։ Որը փող չի ստանում։ Լիլիթ Մերին էլ տեսավ քնած էր, արթնած։ Ես գիտեմ էսի տպածը։ Ես նկարեցի նոր նկարեցի, դրեցի եւ այսպես փաթեթավորում Լիլիթն էլ առաքիչն է։ Հա, պետք է տանի, ահա, եւ սա էլ այստեղ։ Շնորհակալություն պատվերների համար։ Լավն է, չէ՞։ Ներին հələ հիացմունքով նայում է զարմացած, ասում է մամա, այս ինչ ես արել։ Շատ սիրուն եմ ճանապարհ։ Դե մեր առաքիչը ով է։ Լիլիթը։ Դե տա։ 1000 դրամ կտակ։ Առաքումը 1000 դրամ, էլ տակը ինչ մնաց, գնա։ Ահա։ Եվ ձեզ մեր սիրելի հետևորդներ, ուրեմն այսօր ես պատրաստել եմ աղցան։ Ես ինչ եմ։ Որ պատրաստել ես, չգիտես։ Չգիտեմ, սրանից։ 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 Եվ սրանից։ Միկրոֆոն դիր։ Հա։ Առանց միկրոֆոն լավը։ Հա։ Առանց միկրոֆոնի ձենը արելի։ Հələ մի րոպե աշնա։ Այսպիսով մենք ուտում ենք բող։ Սեղանը դիր։ Ես էլ եմ հայացից։ Չէ, այդ առել եմ, կանաչի, հա, այդ աղցանն էլ դիր։ Տեսար մի վարկյանում աղջիկը ծեղանը դրեց։ Այո, Մի վարկյանում։ աշից հույսներս կտրենք, են ոնց որ մնաց արդեն երկար աշխատելու։ Այսօր Փակ։ ինձ հիշեց Ահա, չգիտեմ, յոգուրտ էր ուզում։ չէ, աշը երբ է գալի, Մի ժամից։ այսի փլավ, Ունենք ման։ կամպոտն է, հենի, վիշնի կամպոտ լից, Մերի ջան, նստենք, մենք մեր հացը ուտենք, գթալ դիր մածունին սմետանին, ես էլ ես բանջարը լցնեմ, ու գանք նստենք հացը ուտենք, ինչի, հաց չես կերեն, հեն մայրամա խոտով թեյ կտամ կխմես և կբուժվես, ան, Լիլիթ, ոտներս հակաղ կցեցինք, որ աշոտը գա մեզ հետ ընտրի, բայց աշոտը դեռ աշխատանքի տեղն է,
լույսը տվեց, մութը առավ, դեռ այնտեղ է։ Ես էլ մեր սեղանը համեղ ուտելիքներով, նստենք մեր հացը ուտենք, եթե դուք էլ այս պահին հաց եք ուտում, ձեզ էլ բարի ախորժակ։